Բարեկամներ հարգանքներս, այսօր անձրևոտ գեղեցիկ եղանակ է եւ այս տեղի բնակիչները արդեն հասկացան, որ մենք իրենց մոտ ենք։ Աղալիչն է ձախից, ընկերներ։ Աղալիչ գյուղը, իսկ մենք ուղևորվում ենք հիմա Մեծամորից։ Հոկտեմբերյանից էլ ուղիղ գնալու ենք մի գյուղ, որտեղ կա շատ շքեղ ռեստորան Մուշ անունով եւ հենց այս հատվածի մեր հայրենակիցներն են, որ եկել են Մուշից, Սասունից եւ տնավորվել Արևելյան Հայաստանում, դրա համար էլ ամեն կերպ նրանք իրենց բնակավայրի անունները փորձում են պահել, պահպանել եւ հիմա ինչ վատ է, որ գնում ենք Մուշ ռեստորան։ Մուշ ռեստորանում այսօր գեղեցիկ առիթ է, հարսանեկան արարողություն, որտեղ ամուսնանում են Վահանը եւ Արմինեն։ Իրար հանդեպ եղած սերը արդեն հաստատում են օրենքով, թե մերօրյա, թե աստվածային օրենքներով հաստատում են այդ հարսանյաց հանդեսի արկայության շնորհիվ։ Այլևս եւ ստեղծում հայկական Սուրբ Օջախ։ Հիմա Իշխան աղբերն է զանգում։ Իշխան բարեկամս, մեռնեմ սրտիդ, ես գիտեի, որ դու ինձ ժամը 7-ին ես սպասելու, բայց ես մի 15 րոպե, 20 րոպե ուշանում եմ, որովհետեւ մի քիչ ահա, դե արդեն մուզիկ Աստնապար բռնեք, աղբերս։ Չէ, կգտնեմ քեզ։ Ես քեզ կգտնեմ, բարեկամ։ Բարեկամներ, իրապես լավ տրամադրություն է մեզ մոտ, մենք էլ հիմա գտնվում ենք Մեծամոր քաղաքի շեմին, տեսեք, Մեծամոր քաղաքն է գեղեցիկ։ Անունը մեծ է, բայց նա այդքան էլ մեծ քաղաք չի։ Փոքրիկ, քպլիկ, սիրուն տեղին քաղաք է, բնակեցված գեղեցիկ ու հզոր մարդկանցով։ Ես այստեղ ունեմ բարեկամ անունն Հովանես, ով ինձ նվեր է արել, ապրես Հովանես, որ դու ինձ նվեր ես տվել։ Հեսա, սիրուն բարձիկները, Porsche զնակով, նրա մեքենայի մեջ տեսա Lexus GX-ի մեջ տեսա, ասեց ես ինչ լավն է, ասաց իմ կողմից նվեր ունես ու տղան ասաց, տղան արած կարգախոսով նվեր արեց։ Այնպես որ Հովանես, ես չեմ մոռացել քեզ, միշտ հիշում եմ, ես որ գալիս եմ Մեծամոր, հիշում եմ բարեկամս, Մեծամորի գեղեցիկ այգին է։ Սա հենց մաքրություն ՍՊ-ի ձեռքի աշխատանքն է, նրանք են զբաղվում այստեղի կանաչապատման գործերով, դրա համար էլ այսքան գեղեցիկ է։ Մինչև ես չգիտեի, ճիշտն ասած, երեք որ մաքրություն ՍՊ-ի տիրոջ, տնօրենի եւ բոլոր կազմակերպիչների հետ հանդիպան էի, նրանք ինձ ասեցին, որ այս գործը նրանք են զբաղվում այստեղի կանաչապատմամբ, ես էլ ասեցի, ընկերներ, ես առանց ձեզ տեսնել էլ ասել էի, որ շատ սիրուն է ամեն ինչ։ Այնքան փոքր է Հայաստանը, որ ոնց էլ չլինի բարեկամ ու ծանոթ ես դուրս գալիս։ Հետևաբար պետք է լավը լինես, ջիգարի կտորը լինես, մաքուր ապրած լինես, որ բոլորն էլ քեզ ասեն, հա դու մեր աղբերն ես, ոչ թե ասեն, արա ով ես դու։ Հեյ, այդ աղա։ Լավ, շեղվեցինք թեմայից, ինչպես միշտ չէ, այլ պահի տակ այդպես ստացվեց, բայց հիմա ես ուզում եմ խոսել այսօրվա գեղեցիկ առիթի մասին։ Ճիշտ է, ամուսնանում են Վահանը եւ Արմինեն, բայց 3 ընկեր կան, որ ունեն մի ընկեր, որ մի ընկերոջ ծնունդն է այսօր, եւ ընկերներից անակնկալ արող ընկերներից մեկն էլ այս առիթի խավորն է, սրբությունն է։ Հետևաբար մենք գնում ենք հիմա Իշխանի, Գոքորի եւ Խավոր Վահեի կողմից շնորհավորենք նրանց անուշ աղբորը, ընկերոջը, Անդրանիկին, այսօր Անդրանիկի ծննդյանօրն է եւ պատկերացրեք ինչ հրաշալի իրավիճակ է։ Համ ծննդյանօր, համ հարսանեկան արարողություն, մենք համ հոբելարին ենք նվեր տանում, համ զույգին, մեր թագավորին ու թագուհուն։ Մի հրաշք իրավիճակ է, այո։ Իսկ մենք մեծ սիրով, ես Վարդանը եւ Porsche մագնիշի գույնի մեքենան ուղևորվում ենք Մուշ ռեստորան, որը արդեն շատ քիչ մնաց որ հասնենք։ Այսքան փոքր բան է մնացել։ Եվ ասեմ ձեզ, որ եղանակը թաղծոտ է, հուզվել է։ Այսօրվա հարսանիքից եղանակն է հուզվել անգամ։ Սա հուզմունքի անձրև է, ոչ թե չարագուշակ անձրև։ Հուզվել է երկինքը։ Երկինք մի հուզվի, լավա լինելու ամեն ինչ։ Ոչինչ։ Մի օր տենց, մի օր պայծառ, բայց որ ծառերն էլ ծաղկել են մեկ ուրիշ գեղեցկություն է։ Իմ հոկտեմբերյանցի անուշ աղբերներ քույրեր, մենք հասնում ենք ձեզ, բան չմնաց։ Երկու կադրել հոկտեմբերյանի մուտքից կվերցնես, որովհետև մենք մուտքից արդեն ձախ ենք անելու, իշնենք, գնանք, հասնենք Մուշ ռեստորան։
փորձում ենք փորձ անենք, տենանք շխուրի մեջ իմ ձենը կլսվի թե չէ։ Ու այս ամենը անում ենք Մայամի երկով, որ տենանք ոնց կլինի։ Դու Մայամի երկի ես էլ խոսամ, հարգելիներս, այսպես է, երբեմն պետք է շխուրի մեջ զապիս անես, ու եթե լսվի իմ ձայնը, ուրեմն ամեն ինչ իդեալական է ուղղակի։ Հա բարեկամներ, մուտք գործեցինք Արմավիր, մեր շատ սիրելի հոկտեմբերյան քաղաքը։ Այս հոկտեմբերյան անվանման մեջ շատ քաղցրություն կա ինձ համար։ Դրա համար ես չեմ ուզում այդ անունը հանել, որովհետև հոկտեմբերյանը դա մեզ համար մի հետաքրքիր հիշողությունների, լավ, բարի հիշողությունների անուն է։ Սա պետք է մնա։ Բայց գնալով սերնդեսերունդ արդեն Արմավիր կասեն, էլ հոկտեմբերյան չեն էլ ասի, հոկտեմբերյանը կդառնա օտար, բայց այս պահին հոկտեմբերյան մեզ հարազատ անուն է, դրա համար մենք պետք է միշտ ասենք հոկտեմբերյան, ու մի հատ պարզ պատճառ կա, երբ որ ծանոթանում ես մարդու հետ, ասում ես որտեղից ես, ինքը չի ասում Արմավիրից, ասում է հոկտեմբերյանից, աղբերս։ Այդ դրա համար էլ հոկտեմբերյան։ Մենք հիմա հոկտեմբերյանում ենք ընկերներ։ Խցանում ենք բռնել հոկտեմբերյանի շրջանաձև երթևեկություն չասած, ով այսօր մեզ հետ այս խցանման մեջ է, կխնդրեի մեկնաբանություններում գրեք, ինձ հետաքրքիր է, պահը բռնել է թե ոչ։ Ով այստեղ չի, մի բան հաստատ է, որ հին ու բարի Պազիկը մեզ հետ է։ Պազիկը աչից Վարդան։ Տեսեք ինչ դարը ապրած Պազիկ է, բայց դեռ աշխատում է եւ օգտակար է լինում մարդկանց։ Հրաշք Պազիկ է։ Քել Ռադեստ մայա։ Որ տիեզերական հոսանքները համընկնում են, այսպես համընկնումներ է լինում պատահաբար, բայց գեղեցիկ։ Գնացինք լավ։ Հանրապետական լուծում եմ համարում այս կամուրջը, որը տասնամյակներով կանգուն է եւ կարգավորում է երթևեկությունը։ Երբեմն խցանումները անպակաս են, բայց ինչ արած ընկերներ, ուզես չուզես սա է մեր ճակատագիրն այսօր։ Եվ մենք պետք է խոհեմորեն այստեղ շրջանցում կատարենք, բայց ապաչիել է, չէ, ուղղակի սենց ծանրաբեռնված երթևեկություն համարենք, հա։ Բարձրանանք ուղիղ Արարատ գործարանի դեմ դիմացը, որտեղից էլ աչ անենք ու իշնենք գնանք մուշ ռեստորան, որտեղ մուշ քեֆ են անում։ Հավեսով ընկերներ, հայկական հայավարի հարսանիք է գնում այնտեղ։ Սրտի ցանկությունը կատարենք, ի կատարածելու։ Նոր Արմավիր մուտք գործեցինք ընկերներ։ Այնքան գեղեցիկ է, ծառերը ծաղկել են, գարնան հոտը գալիս է, կանաչն է շատանում եւ բնությունը կարծես զարթնի իր խորը քնից եւ պատրաստ լինի մայրական քնքշությամբ կերակրել ժողովրդին։ Անասուտեսնես։ Իսկ մենք եկանք հասանք արդեն նոր Արմավիրի, նոր ուռուցիկավոր ասֆալտա շերտերին։ Տեսեք, սա մեկ, որովհետև գաղտնիքն այն է այս ասֆալտաշերտերի, որ ձախից դպրոց ունենք։ Թմբերը ասֆալտի անկերներ, ասֆալտապատ թմբեր են, որոնք քեզ բարձրացնում են ու իջացնում։ Եվ մենք խնամքով ընկերներ թռնում ենք նրա վրայով։ Ինչքան էլ փորձես խնամքով, մեկ է թռնում ես։ Взлётная полоса, ребята։ Էմոցիա կա սրա մեջ, ես վստահ եմ, որ ժամանակին ստե շատ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպել ու իր գեղեցկությունն ուրիշ է, կարմիր տուֆն ուրիշ է, էլի ճոխա, չէ։ Հետել են վերջն է հետո, անենց են արել, որ երբեք արագ չքշես այստեղ, ինչքան էլ վռազ լինես, ինչքան էլ հիվանդը շտապօգնության մեջ վարի գնալուց ելնի, ստե չէ, արագ չպետք է քշես։ Աղջանվում է, թող աղջանվի, հոգ չէ։ Նոր հիվանդ կունենան։ Օպա։ Շատ լավն է, Վարդան, շատ, դու չես պատկերացնի ինչ կոկիկ ասֆալտաթմբեր են սարքել ճանապարհակենտրոնական հատվածում։ Ահա, բարեկամներ, մենք մոտավորապես հիմա այն հատվածում ենք, որտեղ որ տասնամյակներ առաջ լուրջ բազարել է։ Մուշը երևում է, տես ինչ սիրուն է մուշը, կարկառուն մուշը։ Երևում է հեռվից ռեստորանը, որտեղ որ մենք պետք է հիմա ներկա գտնվենք։ Գնանք գտնվենք, բարեկամներ։ Իսկ հետո մի անգամից պետք է վերադառնանք Երևան Բոնգլոդեշ, որտեղ ունենք շատ էմոցիոնալ անակնկալ։ Սկեսուր մայրիկը ԱՄՆ-ից որոշել է Հարսիկի ծննդյան օրը շնորհավորի։ Դրա մասին էլ կպատմեմ։ Ասեմ ձեզ, որ մենք պետք է երեկոյան լինեինք Հարսիկին շնորհավորելու, բայց
Ինչ-ինչ սխալների պատճառով, իմ սխալների պատճառով երեկոյան չեն գնացել։ Ես ընդունում եմ իմ սխալը, բայց պետք է անպայման շեշտեմ, որ իմանան բոլորը, որ սկեսուր մայրիկը ուզում էր առաջին շնորհավորողներից լիներ իր հարսիկին, որովհետև շատ է սիրում։ Այսօր այդ սերը պետք է հասցնենք այնպես, ինչպես երբեք, որ հենց առաջինը դառնա շնորհավորանքների մեջ։ Այնպես որ մնացեք մեզ հետ հետաքրքիր է լինելու։ Հիմա Մուշը ռեստորանի գործողությունները կազմակերպենք ու կվերադառնանք ուղիղ Բանգլադեշ, նույն ինքը հարավ-արևմտյան թաղամաս։ Շատ հիասքանչ տեղ ենք կանգնում։ Մի անգամից երկու մեքենայի կխանգարենք դուրս գալու համար։ Ես սիրում եմ շատ խանգարել։ Մուշ հանդիսությունների սրահ ընկերներ։ Սա է մեր այսօրվա առաջին հասցեն։ Իջանք Վարդան կազմակերպենք, զանգեմ բան։ Մտի երազանք պահի, սա կախարդական է, գիտես չէ։ Давай փչի դա։ Ուրական, давай նորից։ Ապրես, ծափ տալիս ես ընկերոջ տմար։ Ապրես, դու էլ ծափ դու։ Դու էլ ծափ դու, ապրես։ Բարեկամներ, մենք Հարութի ծնունդներ շնորհավորեցինք։ Քեզ ես տելեվիզորում նայում եմ, պապին է դնում։ Զան ախպետ։ Մամա ասա թմտ լայք, լավ։ Թմտ ասա թո լայք են։ Լայք եք բաժան որտա գրեք ալիքին։ Ապրես, դզեց ախպետ։ Այնո կծե թուշը ախպետ։ Դիշ դաժան շնորհավորել են շնորհ, հետո բարե։ Սիգմինիչն արա։ Հա։ Դե հելանք եկեք։ Արման բարեկամ ես։ Հոկտեմբերյանցի Արմանն է, ախպեր ասում է լավ էլ, բարի օր բոլորին։ Հարգելի քեֆչիներ։ Այդ պարը մեն հիմա, պար են գալի ներսը։ Արև, ոնց ես Արման ջան։ Լավ դու լավ ես։ Ես լավ եմ ախպերս, բայ չես հայտարարում մտնենք մտ։ Իհարկե ոչինչ։ Բայ ինչ են պարում ախպեր։ Խավոր։ Խավորի կենաց ես ասե։ Խավորը լավ տղա է ախպեր։ Հա։ Մեր Վահենը։ Հա։ Իշխանի ինգերը, Գրիգորի ինգերը։ Իշխանի չես ճանաչում ախպեր, մեր իշխանն է ախպեր։ Չէ։ Ախպեր Գրիգորին ճանաչում է։ Իշխանը, Նիկոլենց իշխանը։ Հա, ախպեր։ Դա ախպերն է եկել։ Ասա Անուշը ախպեր է եկել։ Դա այդքանը։ Այլի տենց լաս, հենց տենց լաս արխային։ Հետո կասես հիմա խոսապողը փոխանցեմ, կմտնեմ կվերցեմ։ Այս Խավորի համար էս ինչ անմահական նեկտար բան ես դրել։ Բան է։ Ինչ ախպեր եկել։ Դե դու կասես։ Ես կասեմ։ Նկատենք, որ Արմանը հագեցված է սոլֆեջոյով։ Սոլֆեջո, է ախպեր։ Բան է ախպեր։ Շուչոկ է։ Ժուրջոկ։ Ցամքի։ Ախպեր, ժուրջոկը էսա։ Այսա։ Էսա ժուրջոկը։ Դու զապիս ես եղել Արման։ Դե դուք աստղ եք, ընկեր, մենք այդքան չենք զարգացել։ Աստղային ընձիկ տարել է։ Մենք դեռ այդքան չենք զարգացել։ Աստղայինը տարել է ախպեր ընձիկ։ Կորներ։ Էսի ընգերոշն է։ Սոցը հանիդով։ Հացի։ Մեր հատը հանիդով։ Մի հատի կսր հանիդով։ Էսի հոբելյարը էլավ։ Կադրերում հես նոր երևաց հոբելյարը, ով չգիտի, որ իր համար ենք եկել։ Ասենք ախպեր։ Հոբելարն է գալի։ Դե գնաց, ոնց եկավ այդտենց է գնաց։ Դու գիտես, Անդրանիկ ախպեր, դու գիտես։ Ասա դու բարը կտենաս։ Հա, այսա կտենա իր հալը, որ չեկավ մեր բարև էր ախպեր։ Կամ այդ պոնչո անեմ նկարել։ Հիմա քեզ հա ճամփում եմ, բայց չի գալի։ 061 222 Ես խնդրում եմ զարգացնելով դիմավորել խոսափողոք բացում սահմանը։ Շնորհակալ եմ Արման ջան, բայց զգացի ծափեր չեն տալիս, հələ լավ բերք բարձր գեղեցիկ ծափեր տվեք, ուրախանանք սկսենք անակնկալ անելը։
Իշ գեղեցիկ թակավոր ու թագուհի ունեք այսօր։ Քանի որ ծափերը լավ չտվեցիք, հələ տենանք հարսիկի կողմը ոնց է ծափեր տալի։ Պաստորեն հարսիկի կողմն էր մեղավոր, որովհետև հիմա լսում ենք փեսայի կողմի ծափերը։ Ես էլ ասեմ մի կողմը լավ ծափեր չէր տալի, պաստորեն հարսիկի կողմն էր։ Ձեզ բարի բախտ երջանկություն, բարով եք միավորվել, մենք եկել ենք ձեր հարցանեկան հարարողությանը ներկա գտնվենք, բայց ասեմ ձեզ հարգարժան թագավոր եւ թագուհի Վահան եւ Արմինը, հա, ճիշտ գիտեմ, չէ՞ ձեր անները, գիտեք չէ՞ ձեր առիթին եմ եկել, բայց մի հատ ուրիշ առիթով եմ եկել։ Ում համար եմ եկել, հələ դու ասա, էլի, ասա Վահան ջան։ Ասա Անդրանիկի համար ես եկել։ Ասա հաստատ Անդրանիկի համար ես եկել։ Հաստատ Անդրանիկի։ 100% ես Անդրանիկի համար եմ եկել, մեր ծափերով հրավիրենք այստեղ մեր Անդո Անուշախովը, դուն ես անակնկալ, արի։ Դու գեղեցիկ օրինակելի ընտանիք ունես, չէ՞։ Դրա համար կանգնում էր զույգի կողմը, կողքը, հենց իրանց կողքին կանգնել, որ շատ գեղեցիկ լինի ամեն ինչ, եւ այստեղ ենք հրավիրում նաեւ քո տիկնոջը, չէ՞ որ նա քեզ շատ է սիրում։ Եկեք կանգնեք ձեր ամուսնու կողքին, ծափերը բարձր, ես երկու զույգ այսօր այստեղ կանգնեցրեցի, որովհետեւ մեկը արդեն գեղեցիկ ընտանիք է կազմել վաղուց, մեր Անդրանիկի ծննդյանորն է, իսկ իր ծննդյանորն էլ իր անգերը Անուշախովը ամուսնանում է, իշ լավ է, չէ՞, ուժեղա, չէ՞։ Հարմարա։ Շատ հարմարա, շատ ընտիրա։ Դու ունես անակնկալ, բայց հələ չեմ ասում, կողմից դրա համար մեծ երազանք պայփչի։ Թող կատարվեն քո բոլոր երազանքները, որովհետև դու սիրված Անուշախովը ես։ Հույսային էլ է շատ սիրում, բայց դու էլ նվեր ունես։ Դե ծափեր տվեք գրք չի ախպերս։ Ուրախություն է, ուրախություն։ Շատ լավ է, դիջեյ, կանգնիր։ Ահա, մոտենում են, շնորհավորում են Վահան ախպերը, շատ լավ ընկեր է, շատ լավ մարդ է, դրա համար տենց հայերեն ասած արջով եկել ենք իր հարսանիքի օր ընկերոջն ենք շնորհավորում, դե որ դու տենց ուրախ ես, ժպտում ես, մի հատ նվեր ենք քեզ տալիս, ձեր զույգիդ ենք այս նվերը տալիս, հələ բաց տեսի՞չ լավ նվեր է, գիտես ինչի մասին է սա։ Ուշադրություն, բոլորով լսեք, հիմա նվեր ենք տալիս մեր զույգին, կոնյակի տեսքով, իրենց նկարով, որի մեջ սեր կա, այդ սերը թող միշտ ուղեկցի նրանց եւ այդ սիրով թող նրանք ունենան իրենց առաջնեկը ու բացեն այս կոնյակը, դեմ այդ գերկի պաչի։ Գերկելն ուր աղբեր, գերկի նոր, գերկի քոնն արդեն։ Եվ իհարկե նույն նվերից մի հատ էլ պետք է տանք մեր Անդո աղբորը։ Անդրանիկ բարեկամս, դու էլ ունես նվեր, ես հետո կինդ բացի, կարա իրա ձերքով նվիրի, մի հատ պաչի կանեք իրար, մի հատ էլ ձեր համար բան պայթացնենք, իշ պտի լի որ։ Չէ, գրկի մատ փոխել։ Այո, ընկերներ, այսօր պայթունների օր է։ Եվ մենք այստեղ ներկա ենք 3 Անուշ աղբերների հրավերով, իսկ ովքեր են նրանք, հարցս տամ առաջինը Անդրանիկին։ Ասա չգիտեմ։ Չգիտես։ Դու ասա, ով։ Ասեմ ձեզ, մեղավորներից մեկը, այս առիթի սրբությունն է, Վահեն, Իշխանը և Գրիգորը, շատ սիրում են ձեզ, ծափեր տվեք ես ընկերության համար, դուք էսից իմացար, չէ՞ արդեն ինչ է կատարվում։ Քանի որ քավորը սրբություն է, այսօր էլ սպիտակ սառուշկով սիրուն, գալիս է մատ օրտնի զույգին, ընկերոջն էլ շնորհավորի, Իշխան աղբեր դու էլ, բա Գրիգոր աղբերն ուրա։ Գրիգորս ներկա չի, աղբեր։ Ներկա չի նա, լավ ոչինչ, մատ ծափեր տան Գրիգորի համար, որ ներկայացնես գանք։ Եվ իհարկե չենք մոռանում, որ այսօր ունենք ամենակարևոր հոբելյարը, ուր է նա, ուր ես, անի չէ։ Հարութը։ Հարութ ուր ես, Հարութի ծննդն էլ այսօր։ Հարութու։
Հարութ, եկավ Հարութ, ահա, Հարութի ծննդել է, դե մեծ լավ բարձր ծափերով շնորհավորում ենք այս երրատոնը, ձեզ բարձր տրամադրություն, դա որ ուրախ լինեք եւ սիրով շրջապատված Աստծո օրհնությամբ, իսկ մենք, հա, բառեմ, հա, ճիշտ է, այդ չի ֆայմը, չի ֆայմը, հա, ծափեր տանք, Աստծո օրհնությամբ, սիրով եւ խաղաղության մեջ լինենք բոլորս։ Արման աղբեր, քեզ էլ ենք շնորհակալ։ Միա ծափերել Արմանի համար տվեք, թող ոգևորվի, լավ առիթ անցկացնի։ Հլնդե։ Պես այ կողմն է ծափեր տալի։ Հարցի կողմը։ Ստեփան։ Մյատել բարձր Ստեփանի համար ծափարեք, ասենք շնորհակալություն։ Դե մենք գնում ենք, դուք մնում եք։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն։ Ջան, իշխան աղբեր, ես էլ աղբեր ես, լավ ես։ Միշտ այսպես ուրախ։ Ուրա մեր գրիքորը աղբեր։ Գրիքոր աղբերը մի։ Բայ ջան, ուրա մեր գրիքորը, կավոր ես, հե։ Գրիքորը ներկա չի։ Լավ էլ հարուստ տեսք ունես աղբեր, դու լավ էլ փող ունես աղբեր։ Դու լավ փողեր ունես աղբեր։ Սյո Ստեփանս։ Միշտ այսպես Էնակ աղբեր ես։ Դե լավ ելնեք, մենք էլ գնանք։ Չեմ կարանք մի հատ Դա կարանք աղբեր, դավայ նկարվանք հելա ես։ Եկավ նկարը։ Այդորով էլ գիտի ո՞ր։ Ժեպտա։ Ապա կապել էլ ապչից դե։ Հենա դրել եմ չի գալի։ Գա, հասներ։ Գետա, հա։ Դե ենք մեծ աղբեր։ Հաջողություն։ Հա, բարեկամներ, հիմա մենք մուշը ռեստորանից առանց մուշ քնելու արդեն գնում ենք Բոնգալադեշ։ Արի Վարդան։